Պարոն Փաշինյան անցած շաբաթ տեղ ունեցավ աներևակայելի եւ աննախադեպ մի երևույթ, դատարանի առաջ էր կանգնել ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ը իր իսկ լիազորությունների շրջանակում կատարած արարքների համար։ Հիմա դուք որպես կառավարության ղեկավար, Հայաստանի Հանրապետության ղեկավար, երբ որ կառավարության այս կամ այն անդամը ձեր որոշումներից կառավարության գծից դուրս որևէ այլ դիրքորոշում է հայտնում, դուք հանուր հայտարարագրման համակարգի միջոցով աշխատողները ամսական 6000 դրամը հետ կստանան, այսինքն կստացվի, որ 2028 թվականից ամեն ամիս, իհարկե կախված նաև առողջության ապահովագրության համակարգի գներից, որովհետև գինն էլ է էական, այդ գինն էլ է փոխվում գնաճի հետ զուգընթաց, բայց այսօրվա գներով հաշված 6000 դրամը կվճարեն քաղաքացիները, պակասող մասը կվճարեն գործատուները, մինչև այն պահ, երբ որ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցել է։ Երբ որ 200,000 դրամը գերազանցի, արդեն սովորական ընթացակարգով տեղի կունենա առողջության ապահովագրության ձեռքբերումը։ Այսինքն 27 թվականի 200-ից 500,000 ստացողների համար կարգ պահպանվելու է ոնց որ այո, կարգը ոչ, այնտեղ մենք այս տարի սուբսիդավորում ենք, ոնց որ պայմանավորվել ենք։ Մենք ամեն տարի խմբերի մուտքը ապահովելու համար սահուն ձևով խմբերին սուբսիդավորում ենք մի տարի սուբսիդավորումը, հիմա այն սուբսիդավորում, որ կա 27 թվականին 200-ից 500,000 դրամ ստացողների համար, այդ սուբսիդավորումը մենք կտեղափոխենք մինչև 200,000 դրամ ստացողների համար, իսկ 200-ից 500,000 դրամ ստացողները արդեն էլի իրենք կվճարեն, ինչպես եւ ի սկզբանե հայտարարվել է համակարգը ներդնելիս։ Տեսեք, մինիմալ մենք այսօր օրինակ քննարկում ենք արել մինիմալ աշխատավարձի, եթե մենք ընտրություն ունենանք, ասենք նվազագույն աշխատավարձը ավելացնել, թե առողջության ապահովագրության ձեռքբերման խնդիրը լուծել, որն է ճիշտ կատարել։ Իհարկե առողջության ապահովագրությունը, որտեղ այսօր 75,000 դրամ է նվազագույն աշխատավարձը, եթե մենք նույնիսկ կրկնապատկենք նվազագույն աշխատավարձը, էլի այդ մարդիկ չեն ընկնում առողջության ապահովագրության ձեռքբերման համակարգի մեջ եւ մեզ համար այսօր կարեւոր է մարդկանց առողջության նվազագույն կարիքները ապահովել եւ նաեւ այն կանխավարկածով, որ 200,000 դրամ եւ պակաս աշխատավարձ ունեցողների սեգմենտում այնուամենայնիվ ամենամեծ ստվերը գոյություն ունի աշխատավարձերի, այսպես ասած կանխիկով աշխատավարձի պրակտիկան ցավոք վերացված չի Հայաստանում եւ մենք ուզում ենք ոչ թե խրախուսենք դա, այլ ընդհակառակը ուզում ենք խթաններ ստեղծենք, որպեսզի այդ ստվերը կրճատվի։